Հիմա բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են կոնյակի արտադրության հետ, գինո արտադրության հետ, որոնք ունեն ջերմոցներ, եւ այդ ջերմոցներում աճեցրած ապրանքը 100%-ով գնում է Ռուսաստան։ Օրինակ, լիքը ջերմոցները կա ծաղիկեն, չէ՞։ Ընդամենը 1% ավելի քիչն է գնում Եվրոպա։ 1% չի գնում ընդհանրապես։ Այս մարդիկ պետք է հասկանան, որ մեկ օր, ասենց եթե բանը փեդը վերցրած արջին բզում են, այդ արջը կարա այնպես հարվածի, որ բոլոր ամբողջ քո երկիրը ուղղակի կանգնի մի կոլապսի առջև։ Այս վիճակն է։ Դե մենակ գազը գինը հերիք չի։ Ինչ են անելու այդ մարդիկ, եթե հանկարծ Ռուսաստանը ուղղակի իր քաղաքականությունը փոխվի եւ վերաբերմունքը փոխվի Հայաստանի նկատմամբ։ Ինչ են անելու այդ մարդիկ։ Իրենք ամեն մեկը պիտի հաշվի առնի, թե ինքը ինչ կարգի վարկերի տակ է, ջերմոց կառուցելուց ինչ հարաբերությունների բանկերի հետ եւ ինչ հետևանքներ է կարող ունենալ։